Օգոստոսի 21-ին ներքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մկրտչյանն ու ներքին գործերի նախարարության փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը ամփոփել են 2026 թվականի առաջին կիսամյակում փրկարարծառայության գործունեության արդյունքները։ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներքին գործերի նախարարության վարած քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումներն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Անդրադառնալով ինստիտուցիոնալ փոփոխություններին Արմեն Մկրտչյանն առանձնացրել է ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը։ Ներդրել ենք զանգերի միասնական կառավարման նոր համակարգ։ Մենք մեր որպես աշխատանքի որակի չափանիշ սահմանել ենք ներնամիջազգային ստանդարտը։ Ինչ է սա նշանակում։ Նախ եւ առաջ նշանակում է, որ զանգերը պետք է սպասարկվեն մինչեւ 15 վայրկյան ժամանակահատվածում եւ պետք է փաստեմ, որ այս պահի դրությամբ մեր արած գնահատականների արդյունքում պարզել ենք, որ մեր զանգերի 67.6%-ը իրականացվում է այս չափանիշի տրամաբանությամբ։ Անդրադառնալով կամավորական հրշեջ փրկարարական հենակետերի ձևավորմանը Արմեն Մկրտչյանն ընդգծել է, որ ներկայումս 12 համայնքներում գործող հենակետերը սպասարկում են 60 բնակավայր, իսկ առաջիկայում կգործարկվի եւս մեկը։ Նախատեսվում է զարգացնել կամավորական ինստիտուտը, բարձրացնելով դրա գրավչությունը, ներդնելով մոտիվացիոն եւ սոցիալական երաշխիքների նոր մեխանիզմներ։ Ծառայության նյութատեխնիկական համալրման շրջանակում Արմեն Մկրտչյանը մատնանշել է հրշեջ փրկարարական 18 նոր մեքենայի ձեռքբերումը, եւս 6 տրանսպորտային միջոցի ձեռքբերման վերաբերյալ կնքվել է պայմանագիր։ Մենք այս փոփոխությունները իրականացնում ենք ժամանակակից եւ արդիական տեխնիկա ունենալու նպատակով եւ ժամանակի ընթացքում հրաժարվելու ենք ամբողջ հնամաշ տեխնիկայից։ Սա շատ կարեւոր է, քանի որ այս ոլորտում թե քաղաքաշինության, թե ճանապարհների, թե առհասարակ ենթակառուցվածքների զարգացումները մեզ ստիպում են, որպեսզի մենք մեր տեխնիկաները նույնպես համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին։ Փրկարարծառայության ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ աշխատանքները եւս տեսանելի արդյունք են տվել։ Ստեփանավանում շահագործման է հանձնվել հրշեջ փրկարարական ջոկատի նոր վարչական շենքը, իսկ Սևանում Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական կայանը։ Առաջիկայում կավարտվի նաեւ Եղեգնաձորի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքի կառուցումը։ Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ռիսկերի նվազեցումն ու կանխարգելումն առաջնահերթություն դիտարկելով Արմեն Մկրտչյանը կարևորել է վաղազդարարման համակարգի լիարժեք ձևավորումն ու զարգացումը։ Կանխարգելման միասնական մեխանիզմների ներդրման համատեքստում նա անդրադարձել է նաև անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանը, նշելով, որ ոլորտում ներդրվել է ստանդարտացված գործելակարգ։ Հունիս ամսին ներքին գործերի նախարարի կողմից հաստատվել է անտառների կանխարգելման ուղղությամբ ստանդարտացված գործելակարգ, որը առավել միասնական, այսպես ասած, մեթոդաբանություն է ենթադրում մեր աշխատակիցների համար եւ ուղենիշային փաստաթուղթ է եւ այս ուղղությամբ նաեւ կրթահամալիրում նաեւ այդ փաստաթղթի հիման վրա մենք շարունակաբար վերապատրաստումներ ենք անում։ 2026 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքներն ու արձանագրված արտակարգ դեպքերի վիճակագրությունը ներկայացրել է Փրկարարծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Ղազարյանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է 6421 արտակարգ դեպք պատահար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվը նվազել է 1364-ով կամ 17.5%-ով։ Փրկարարական ստորաբաժանումների իրականացրած աշխատանքների արդյունքում փրկվել է 68 մարդու կյանք։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածի համեմատությամբ նվազում է արձանագրվել ոչ միայն արտակարգ դեպք պատահարների թվականակում, այլև նվազել են զոհերը եւ տուժածները, համապատասխանաբար 6-ով եւ 352-ով։ Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհի 2431 դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հրդեհների թիվը նվազել է 1392-ով կամ 36.4%-ով։ Հրդեհների դեպքերի նվազումը պայմանավորված է ներքին գործերի նախարարության, Փրկարարծառայության տարածքային ստորաբաժանումների կողմից հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվող լայնածավալ իրազեկման աշխատանքներով, ինչպես նաև եղանակային պայմաններով։ Խոսելով լողասեզոնի ընթացքում հանրային լողափերում փրկարարական ծառայողների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահության մասին, Արամ Ղազարյանը նշել է, որ նրանց կողմից սպասարկվող տարածքներում ջրահեղձման դեպքեր չեն արձանագրվել։
Արամ Ղազարյանը նշել է, որ 2028 թվականին նախատեսվող միջազգային վերավորակավորման ընթառաջ անցկացվել է Միավորված ազգերի կազմակերպության ինսարագարտակին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմի վարժանքը։ Վարժանքի ընթացքում մենթորական խմբի կողմից արվեցին որոշ դիտարկումներ եւ շտկումներ։ Ընդհանուր վարժանքը 160 կետից բաղկացած ստուգաթերթի արդյունքներով վերջինների կողմից գնահատվեց լավ։ Բանախոսները պատասխանել են նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հարցերին։ Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը ներքին գործերի նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ հետախուզական թիրախային միջոցառումներ եւ համալիր գործողություններ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։ Ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջը հսկողություն եւ դարանակալներ են իրականացրել վերնշված օգտատերերի բնակության հասցեներում։ Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշված քրեական վարույթի շրջանակներում Կուզարկություններ են իրականացել մի շարք անձանց բնակության հասցեներում, որի արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեից հայտնաբերվել է 2 կիլոգրամ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեպի բույսեր, ինչպես նաև 8.170.000 ՀՀ դրամ գումար եւ 4500 ԱՄՆ դոլար։ Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992 թվականին ծնված Վահագն Մարտիրոսյանը։ Նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից եւ չի վերադարձել։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան եւ կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու եւ լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ հազանգել ոստիկանություն եւ ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ եւ ինտեգրվել ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնում։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Կառավարությունն իրազեկում է Անտառներն ու բուսածածկ տարածքները մեր երկրի կենսական եւ ռազմավարական հարստությունն են, սակայն անգամ մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։ Բնության գրկում հանգիստը կազմակերպելիս դրսևորեք հոգատարություն, ստեղծեք մաքուր եւ անվտանգ միջավայր։ Հրդեհավտանգ ժամանակաշրջանում խստիվ արգելվում է բուսածածկ տարածքներում նետել այրվող լուցկի կամ ծխախոտի մնացորդներ, չնախատեսված վայրերում խարույկ վառել։ Արգելվում է վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխելը, բաց կրակից օգտվելը, ինչպես նաև բացատներում շշեր եւ ապակու կտորներ թողնելը։ Դրանք կարող են ոսպնյակի նման ֆոկուսացնել արևի ճառագայթները։ Արգելվում է այրել չոր խոտը կամ խոզանը։
Վառելանյութերն ու քսանյութերը պահեք փակ տարաներում։ Դրանց պահման վայրերը շրջափակեք առնվազն 1.5 մետր հանքայնացված շերտով։ Մաքրեք բուսածածկույթից եւ փայտի մնացորդներից։ Հրդեհի փոքր օջախ տեսնելիս անտարբեր մի անցեք։ Անմիջապես փորձեք մարել կրակը կամ արագ ահազանգեք 112։